Իդեպ Պաշտպանության նախարարությունն այսօր ապրիլի 14-ին հայտնում է, որ ադրբեջանական բանակի կրակոցների արդյունքում Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի մշակույթի տունն է վնասվել։ Այս հայտարարությունից հետո խորհրդարանում ճեպազրույց է տալիս Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն, ասելով, թե դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել։ Փոխնախարարն է անտեղյակ, թե թաքցնում է իրականությունը։ Սովորական գործելաոճ է։ Թշնամին վերջին մեկ ամսվա ընթացքում կրակում է գրեթե ամենօրյա ռեժիմով, իսկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում խիստ հազվադեպ, այն էլ հիմնականում նշելով, թե թշնամին կրակում է օդ, կրակում է անկանոն։ Այնինչ բնակիչները վնաս են կրում, նշում են, որ գիշերները չեն կարողանում քնել, իսկ ցերեկը վախենում են հող մշակել։ Քաղաքացիները պնդում են, որ թշնամին կրակում է նաև Տավուշի մարզի ուղղությամբ, սակայն Տավուշեցի падգամավոր Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը եւս հակառակն է ասում։ Ես Տավուշից եմ գալի անմիջապես։ Ահա, կասեք, կրակոցները որ հատվածում են եղել նախ։ Որևէ այս օրերին չի եղել։ Դուք Տավուշից եք գալիս եւ կրակոցի մասին լուրեր չեք լսել։ Չէ։ Քվականները շարունակում են թշնամուց խաղաղասերի կերպար կերտելը։